Ձեր երազանքները ուղարկեք երկինք, տարբեր աղոթներ, աֆիրմացիաներ կարող եք անել, կարող եք թուղթ վերցնել, 5-7 կետ դրել, սա եմ արել, նա եմ արդեն կատարված, իրատեսական, փակեք թուղթը գեղեցիկ, դրեք մի տաքուկ գեղեցիկ անկյունում, որտեղից ջերմություն կլինի, կարող եք ձեր բարձի տակ դնել 1-2 օր, հետագայում այնպիսի մի տեղ դնել, որտեղ կարծես այդ էներգիա, այդ ծաղիկը կծաղկի, էներգիան հնարավոր է, որ բացվի եւ հնարավոր է ձեր աղոթները վերև հասնեն բարձրալին։ Ասեմ, որ երեխաներ ովքեր չունեն, քանի որ Յուպիտեր խեցգետն է բարեբերության ընտանիքում է, դաշտում է, կենթանակերպում է, ընտանիքի կենթանակերպում, կարող եք այսպիսի մի աֆիրմացիա, այսպիսի մի աղոթք ասել. Տեր Աստված, դիմում եք Հիսուսին, կարող եք Հիսուսին դիմել, պարգևիր մեզ ֆիզիկապես, մտավոր, հոգեպես առողջ երեխա, Տեր Աստված, ներիր մեր գիտակցված, չգիտակցված մեղքերը, ազատիր կարմայի կապանքներից։ Ըստ արևելյան փիլիսոփայության մենք վերածնվում ենք այս երկիր, մենք կարմայական կապերով կապված ենք տիեզերքի հետ, մենք ծրագրեր, խոստումներ ենք տվել, որ կգան, կզարգանանք, բայց աստղաբանական քարտեզում մենք տեսնում ենք խոչընդոտներ, այ որ ասում ենք ազատիր կարմայի կապանքներից, եթե դուք զգում եք, որ դուք ունեք բնավորության գիծ, որտեղ բնավորությունը փոփոխման ենթակա է, խառնվածքը ոչ, եթե հենց այդ գիծն է ձեզ խանգարում, կարող եք ոչ մեկի հետ չխոսեք, կարող եք դուք անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ, հայելու դիմաց կանգնեք եւ խոսեք, իմացեք, որ հենց այդ փոքր խոչընդոտը, այդ բնավորության մի փոքր մասնիկն է, որ ձեզ խանգարում է, որ գնաք հասնեք հաջողությունների եւ երեխայի համար կարող եք անել եւ զուգընկեր գտնելու համար բառերը կարող եք փոխել ձեր սրտով ինչ կցանկանաք, բայց երբեք մի ասեք ինչ երեխա ուզում է լինի, որովհետեւ հիվանդ երեխա կարող է ծնվել, այն մեկը կասի մենակ եմ արդեն հոգնել եմ, վերջ ով ուզում է լինի, կյանքս կապելու եմ, չէ, սիրելի հետևորդներ, ձեր միտքը, ձեր խոսքը արժեք ունի, կգնա վերև այնտեղից կուղարկի այն մեկը, որին ուղղակի հենց այդ պահին դուք ցանկացել եք, հետո կրկին էլի կմտնեք այդ ճակատագրական շրջափուլի մեջ, սկյուռիկի նման կվազեք, իսկ ձեր ծրագիրը կմնա անկատար կամ թերի կատարված։ Տիկին Սարգսյան, կենթանակերպի որ նշանները առավել հաջողակ կլինեն 2026 թվականին եւ որոնք պետք է առավել զգուշավոր լինեն։ Տեսեք, հաջողակ կարան լինեն խեցգետին ձկներ եւ կարիճ, դա Յուպիտերի դիրքով։ Պատկերացրեք, եթե Յուպիտերը խեցգետմա օգնում է ճառագայթները խփում է ձկներին եւ